կարծում ինչպիսի հանգուցալուծում պիտի ստանա այս իրավիճակը, որովհետև գիտենք, որ հենց դրանից է կախված նաև Սրբազանի ազատության հարցը եւ մյուս սրբազանների։ Շնորհակալ եմ հարցերի համար։ Մենք այստեղ ենք նախ եւ առաջ մեր որդիական պարտքը կատարելու, որովհետև Միքայել Սրբազանը մեր եկեղեցու նվիրյալ հոգևորականներից է, որից ամեն օր սովորում ենք եւ կարելի է սովորել։ Եկել ենք այստեղ իրեն շնորհավորելու ծննդյան օրվա կապակցությամբ, ցավոք սրտի այս պայմաններում ենք շնորհավորում, քաջ առողջություն մաղթելու եւ այսպես ցանկություն հայտնելու, որ մյուս տարի իր ծննդյան տոնը ոչ թե այստեղ մենք նշենք, այլ գնանք Գյումրու 7 վերք եկեղեցու, միասին աղոթք անենք եւ կարողանանք իր աչքը համբուրել։ Իսկ թե ինչ հանգուցալուծում պիտի ունենա, շատ ենք ասել, որ պիտի այս ամեն ինչը ավարտվի եւ եկեղեցին անցնի իր բնականon կյանքին, որը հիմա չունի, փոթորկված վիճակի մեջ է փորձությունը։ Բայց տեսնում որ Փաշինյանը այսպես չի նահանջում, ամեն առավոտ մի ինչ-որ հետաքրքիր առաջարկով է հանդես գալիս իր եւ իր աջակիցների համար բոյկոտել պատարակները, եթե լսվի Վեհափարյանը, կարծեմ այսպեսի մի արտահայտություն է եղել, չենք հասցնում նույնիսկ հետևել հիշել։ Ամեն դեպքում ինչպես եք վերաբերում այս իրողություններին։ Ճիշտ նշեցիք, մենք չենք հասցնում հետևել առաջարկներին այսպես, իրադարձություններին, բայց եկեղեցին երբեք կանգ չի առնելու, իր տիրավանդ ընթացքով շարունակելու է, իր պատարակներով, իր տոներով, իր քարոզչությամբ եւ կարծում եմ որքան շատ են առաջարկներ, այնքան արդեն քիչ է լսվում։ Եվ վերադառնալով Միքայել Աջապայանի առողջական վիճակին, ինչ տեղեկություններ է ձեզ հայտնի, ինչ վիճակում է հիմա ինքը գտնվում։ Եվ այսօր ծննդյան օրը ինչ տրամադրություն ունի։ Անկեղծ ասած, գիտենք, որ վիրահատությունը բարեհաջող է անցել, փառք Աստծո, եւ իր տրամադրությունը, չգիտեմ, չեմ խոսել բնականաբար, բայց կարծում եմ իր տրամադրությունը իր բնավորության համաձայն պիտի լինի մարտական, նաև ցավով ողողված, որովհետև ինքը կուզեր ոչ թե այսօր անկողնում բարկած լիներ, այլ ինքը կուզեր վստահաբար դուրսը լիներ, աղոթքի կանգնած լիներ եւ ինչպես արդեն ասացի, մեզ իր օրհնությունը բաշխեր, մեզ եւ իր զավակներին։ 10 տիրադավները, ինչպես արդեն բնութագրվում են նրանց, Մայրաթոռում ԱԱՑ-ի կողմից, կարծես թե շատ ուժեղ պաշտպանության ներքո էր։ Ձեզ ինչ տեղեկություններ են այս առումով հայտնի, ովքեր են այս պահին պաշտպանում նրանց, անգամ լրատվամիջոցների ներկայացուցիչներից չհաջողվեց նրանց մոտենալ, արդյոք նրանք գտնվում են ուղիղ պաշտպանության ներքո եւ ընդհանրապես ինչպես եք վերաբերվել նաեւ նրանց գործողություններին։ Բոլորը տեսան, թե ինչպես ենք վերաբերվել, բայց ես անկեղծ ասած այսօր այս նվիրական օրը Միքայել Սրբազանի ծննդյան օրով չէի ուզի խոսել, մանավանդ որ շատ արդեն մեր կարծիքը արտահայտել ենք, եկեղեցին իր կարծիքն արտահայտել է, բոլորը գիտեն մեր տրամադրությունը, միտումները, այնպես որ խնդրեմ Միքայել Սրբազանի ծննդյան օրը այլ հարցերով հիմա չշփոթենք, չխառնենք, չենք խուսափում հարցի պատասխանից, բայց այսօր Միքայել Սրբազանի ծննդյան օրն է։ Ինքն էլ չէր ուզի ուրիշ թեմաներով խոսեինք։ Շնորհակալ, օրհներեք, մի հարց մենք տանք։